Գյումրու Ավագանու հերթական երկրորդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգում 34 հարց էր։ Ավագանին հաստատեց 2026-28 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, դրամական նվիրատվություններ հատկացրեց համայնքապատկան կառույցներին, գույքահարկի վճարման արտոնություններ սահմանեց և վերջապես հաստատեց հնգամյա զարգացման պլանը, որը նախորդ նիստերից մեկով մերժել էր և հետ ուղարկել դրա մշակման։ Առավել թեժ քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանը Գյումրու Ավագանու անունից ուղերձով դիմելու Մայր Հայաստան խմբակցության առաջարկը։ Մենք ոչ թե պետք է խնդրենք, այլ պահանջենք, որպեսզի Գյումրիում ստեղծվի ազատ տնտեսական կոդի եւ մեր քաղաքը հարկային ռեժիմի առումով ստանա ազատ քաղաքի կարգավիճակ։ Մասնագիտական հաշվարկներով ակնկալվող արդյունքներն են քաղաքի զարգացում, ավելի քան 15000 նոր աշխատատեղ, շուրջ $500 միլիոն ներդրում։ Ուղերձի նախագիծը քննադատեցին Գյումրու Ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից։ Ակնկալվող արդյունքների մեջ նշել եք քաղաքի զարգացում, ուղղակի գրած է քաղաքի զարգացում, ինչի կողքին կարող եք ավելացնել նաև երջանիկ ապագա, երեխաներին անհոգ մանկություն, կանցնել կենացը ամբողջական դարձնելու համար։ Արդյունքների մեջ նաև նշել եք շուրջ $500 միլիոն ներդրում ու 15000 նոր աշխատատեղի ստեղծում։ Նախ թույլ տվեք հարցնել, թե ինչ հաշվարկներ եւ վերլուծություններ եք արել հանգելու այս թվերին։ Եթե իհարկե կան այդպիսիք։ Ազատ տնտեսական գոտի Շիրակում հիմնվելու է, բայց այստեղ ծրագիր չկա։ Նման ուղերձ եղելը որևէ կառավարության ամոթ է, հավելեց Լևոն Անանյանը։ Սա բաժակաճառ է, տեքստ է էմոցիոնալ, հում ու անլուրջ վերլուծություն, կամ ChatGPT-ն իրեն չի արդարացնում, կամ պարոն Սիմոնյանի գործերի լավարկման համար շտապ անհրաժեշտ է հարկային արտոնությունների դրախտավայր։ Քննադատությունը լսելուց հետո դարձյալ ամբիոնին մոտեցավ Մայր Հայաստանից Կարեն Սիմոնյանը։ Չի կարելի էլի, ես լուրջ աշխատանք եք տարել, վերջիվերջով քո ընկերն է, աշխատանք են տարել, դրա վրա ասում ես ձեռս առնում, ասում ես GPT, դա սիրուն չի եղբայր։ Միջամտեց Վարդան Ղուկասյանը, ասաց լուրջ գործ է արել Սիմոնյանը, լուրջ տնտեսագետներ են աշխատել նախագծի վրա, ծաղրելը ճիշտ չէ։ Բյուջեն պետք է ավելացվի։ Բյուջեի ավելացնելը, ես դες ասեցի, կա երկու տարբերակ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանը դադի ենք տալու, ես դա նախապատրաստում եմ, իմ քարոզարշավի ժամանակ ասել եմ, մինչև Եվրոդատարան ենք գնալու, կամ ստեղծվելու է ազատ տնտեսական գոտի։ Ղուկասյանը պնդեց, ինքը տասնյակ տարիներ առաջ էլ Գյումրիում ազատ տնտեսական գոտի հիմնելու ջատագով է եղել, չեն լսել, Սարիկ Մինասյանը արձագանքեց։ Վերաշարժան տարիներին Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք այդ լավ տնտեսագետները եղել են, ծրագրերը ներկայացրել, Ռոբերտ Քոչարյանն ու իր իշխանություն վատն են եղել, որ այս մեր քաղաքում չեն ներդրել։ Սա մեկ այդ ազատ տնտեսական գոտի հասկացության վերաբերյալ։ Երկրորդ, Երևանի մասին հատուկ օրենքը ընդունել են, որ պետբյուջեից Երևանը հավելյալ գումարներ են ստանում, ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, մոտ 20 եւ 22 անգամ, 25 անգամ ավել հատուկ օրենքով, որը ընդունել են ձեր իշխանության օրոք, Հայաստանի Հանրապետական Կուսակցության Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։ Քոչարյանի օրոք չեն ընդունել, սխալ են արել, ասաց Ղուկասյանը, բայց վիրավորվեց իրեն հանրապետական համարելու համար։ Այդ կուսակցության հետ ինձ մի կապի։ Ես 2007 թվականին իրանք բերել են այդ բանը գցել են իմ վրես։ Ես ընդամենը, ուրեմն 2007 թվականին խփվել եմ 5 տարի կուսակցության ոչ մի բանին ոչ մասնակցել եմ, ոչ անդաման վճար եմ ուզել, ոչ խորհրդի նիստերին մասնակցել եմ։ Ղուկասյանն առաջարկեց ուղերձի հարցը հանել օրակարգից, հրավիրել նախարարության ներկայացուցիչ ու տնտեսական լուրջ մասնագետների նորից քննարկել, բայց մեծամասնությունը մերժեց հետաձգելու առաջարկը։ Նախագիծը դրվեց քվեարկության եւ հավանության արժանացավ։ Կոմունիստները, Մայր Հայաստանը, Մեր քաղաքը դաշինքն ու Իմ հզոր համայնքը կողմ քվեարկեցին, ՔՊ-ն ձեռն պահ։ Ավագանին ուղերձով դիմեց կառավարությանը Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու առաջարկով։ Նիստում ներառված էր նաեւ
Գյումրու օր ամենամյա տոնակատարության միջոցառումների անցկացման հարցը, սակայն հարցը հանվեց օրակարգից։ Վարդան Ղուկասյանի պատճառաբանությամբ եղանակները ցրտում են, բացի այդ տրամադրությունը Գյումրիում տոնական չէ։ Ավելի ուշ, սակայն, քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը հայտարարեց, հաշվի առնելով բազմաթիվ գյումրեցիների զանգերն ու մտահոգությունները, նախաձեռնելու են Ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում Գյումրու օր տոնակատարության անցկացման հարցն է լինելու։ Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից եւ արդեն ավանդույթ դարձած օրը արժանվույնս գնահատելու հնարավորությունից Facebook-ում գրել է Սարիկ Մինասյանը։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։